Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարձրացում եմ, հա? Այսպես նախ ասեմ հայտարարեմ, որ ես իմ գործունեությունը կասեցնում եմ ընկերներ։ Անցած անգամ ասում եմ, մեր հաշվապաններից ներկայացուցիչ կար եւ մեր Կարինեն կար, այնտեղ հարցնում էին, դուք խոսում եք քանի հոգու անունից, քանի մարդի անունից։ Կոնկրետ Կարինեն ներկայացնում է 2000 ստորագրություն են հավաքել նրանց անունից, մեր բողոքը։ Հետո հարցրեցին, ով է կասեցնում, որ դուք նման տիպի եք հարցնում, կասեցնող կա, ես խնդրեմ։ Իրեն Հարստատրյան, Սուրբալու տոնավաճառ ամսից կասեցնում։ Ինչի համար։ Լսեք, ունեմ 18 տարվա գործունեություն։ 18 տարվա մեջ շատ օրենքներ են գրվել, իհարկե մեր համար նորից անհասանելի է եղել, նորից խնդիրներ են ունեցել, բայց լուծելու է եղել։ Այն տեսակ, որ չի խանգարել բիզնեսին։ Իսկ հիմա այս անորոշ գրված, խուճուճ-մուճուճ գրված իրանց օրենքը, իրանք էլ չեն հասկանում, ինչ են գրի, ինչ են պահանջում, մենք որտեղից հասկանում։ Այ բանից մեր հաշվապանային ներկայացուցիչը կա, ինքը խոսում ով ասում է, անհնարին նման ձևով աշխատելը, այդ գույքագրումը կա, այդ տոկոսների բարձրացումը կա, եւ վերջապես այդքան անջվում են հունվարի 1-ից մենք անում ենք այս հավաքներու միտինգները բացատրելով հարգելիներս ծանրությունն ընկնում է մանրածախի վրա մանրածախը ի վիճակի չէ ծանրությունը կրելով հիմա իր փաստաթղթային առումի համար փաստաթղթերով ներկայանալու համար հաշվապահ պետք գրագետ հաշվապահ ինչա կատարվում հիմա հաշվապահների ասոցիացիայում իրենց մոտ էլ երակի քառակի բարձրացվում է գները ու ծառայության գների նկատում են ինչ են անելու նրանք եւ հարգելի պարոն Փաշինյան դիմում եմ ձեզ անձամբ որովհետեւ որտեղ դիմում ենք մեզ բացատրում են մի հոգուց է կախված այդ ամեն ինչը մի հոգի է որոշում Ներողություն, այդ ձեր կողքին նստած մինիստրներն ու տեղականների չէ։ Ինչ եք այդտեղ, ինչ եք աշխատավարձ ստանում, եթե դուք այդտեղ հարց չեք անում, ներկայացնել, լուծել, պարզաբանել։ Դուրս եկեք։ Ասում եք մի հոգուց է կախված, այդ մի հոգին չի դուք եք ասում, նշում են, որ այդպես ահա, լավ, իսկ ձեզ այդ մի հոգին չի ցանկանում, թե օբյեկտիվ չի համարում ձեր բարձրաձայնած խնդիրը, որպեսզի լուծի։ Իմ կարծիքով մի հոգին չի կարող հասկանալ ամեն ինչից։ Դա աբսուրդ է։ Եթե ինչ-որ մեկը գգա այստեղ կկաղանի կասի, ես ամենագետ եմ, հասկանում եմ աշխարհագրությունից, տեսարագնացությունից, հաշվապահությունից, բիզնեսից։ Ասել է շատ ճիշտ որոշում է շրջանառության հարկից։ Իսկ ինչի ասում, ներեցեք, ճիշտ է։ Իսկ ինչի ասում, որ իրենք մնացել են 7 տարի նույն դասանում։ Բա այդ հարց տվեք ինձ, որովհետև ոչինչ չեն արել, որովհետև այս բոլոր նշված ու ընդունված որոշումները սխալ են։ Հիմա դուք ասում եք կասեցնում եք ձեր գործունեությունը, այդ կերպ դուք ուզում եք հասկացնել, որ այլևս պահանջ եւ բողոք չունեք, թե ոչ հակառակը, սա էլ այո, իմը ինչ էին անում, այլ հացադուլ։ Հացադուլ եմ հայտարարում, ասեմ ինչի, որովհետև ես ինքս թոշակառու եմ 64 տարեկան, ինչ եք կարծում, ապրելու եմ 42,000 դրամով։ 42,800 դրամ է իմ 28 տարվա աշխատանքս գնահատել են 42,800 դրամ։ Լավ, բայց ինչ ակնկալիքներ ունեք 7 տարի նույն դասարանում մնացած մարդկանցից։ Ոչինչ։ Ասում ենք, գիտեք, այսպես էին ասում, մի քաղաքականացրեք, հարգելիս ու ձև չի լինում։ Սա դնում եք քաղաքական դաշտ, ու մենք չենք տանում, դուք եք տանում, դուք ինքներդ, ձեր տգետ որոշումներով, ձեր լավ, ես ամեն անգամ ասում եմ, գրում եք, լավ, այդտեղ մարդ չկա գրագետ, կարդացեք մի հատ, տեսեք ինչ է գրում։ Չեք հասկանում, եկեք ընդունեք այս բիզնեսմեններին հավաքեք ու ասեք, եկեք մի հատ ձեր ներքին կողքին էլ ծանոթանալու։ Միգուցե կա մի բան, որ մենք չենք հասկանում, ասում ներքին կողքին գոյություն ունի, ամեն բնակավարում դա գոյություն ունի։ Եկեք ծանոթացեք անգամ այդ ներքին կողքին։ Ինչի եք խուսափում մարդկանց ընդունել, ինչի եք խուսափում մարդկանց լսել։ Դուք կորցրել եք ձեր լսողությունը։ Ընկեր ղեկավարներ, բոլորիդ է սա վերաբերում։ Ինչ ակնկալիք կարող եմ ունենալ։ Ոչ մի։ Արհամարում է վերջի ձևին։ Ես ամենը, ասեք։ Կինջան, ես մի բան մեջ բերեմ, Փաշինյան ազգային ժողովում ասել էր, որ ըստ վիճակագրության շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը ցույց է տալիս մինչև 10 միլիոնի շրջանառություն։ Ստացվում է, որ օրը 27,000 դրամի առևտուր են ընդամենը անում, սա ըստ նրա անտրամաբանական է եւ նշել է, ստացվում է այդ բիզնեսները տնտեսագիտական հաշվարկով իրականում պետք է գոյություն չունենային։ Հենց այս սրանով պայմանավորված ճիշտ որոշում է համարում շրջանառության հարկից հրաժարվելու քաղաքականությունը։
Շնորհակալություն պարոն Փաշինյան։ Վերջապես դուք ձեր գրածին արձագանքեցիք, այո, 27,000-ով բիզնես գոյություն ունենալ չի կարող։ Դա ինքնազբաղվածություն է։ Ու այս մարդիկ, ովքեր 27,000-ով գոյատևում են, աշխատում են, դուք պատկերացնում եք ինչ են անում, վճարում են տեղի հարկ, վճարում են հաշվապանների ծառայություն, վճարում են բանակի համար, վճարում են թոշակի ֆոնդ։ Մնացածն էլ արդեն այնտեղ տոկոսները իրենց արած առևտրից։ Վերջապես կարողացաք հասկանալ 27,000 դրամով գոյություն չի ունենա բիզնես, դա կոչվում է, ինչ է խուսափում ամեն ինչ նշել իրենց անուններով, դա ինքնազբաղվածություն է, հարգելիներս, դա բիզնես չի։ Պատասխանեմ դրան, կարծում եմ բավարար պատասխան է, գնացեք մտածեք ձեր գրած այդ օրենքների մասին ու լսեք, մի հատ օրենք են գրում, ես ուղղակի զարմանում եմ, ես չեմ հասկանում, ոչ օրենքներից ձեր գրած, ոչ ձեր, ինչ ասեմ, ապրելակերպից էլ երևի էլի, ուղեղից էլ, ոնց կարելի է գրել մի օրենք, որը տարածվի, աղջիկներ, գյուղատնտեսության վրա, ոսկու վրա, սնունդի վրա, բիզնեսի վրա, հագուստի, կոշիկի, խաղալիքների վրա, ոնց կարելի է, այդ մի օրենքը հնարավոր չի, որ տարածվի այդ ամեն ինչի վրա։ Առավել եւս, այնտեղ գալիս է խոշոր, այնտեղ գալիս է մեծածախ, գալիս է մանրածախ եւ ինքնազբաղվածություն։ Նարդես ոչ մեկ չի ասում, մենք մեռանք այստեղից գոռելով, բարձրաձայնելով, բողոքելով։ Հնարավոր չի։ Ուղղեք ձեր գրած սխալները, ուղղեք ձեր օրենքները։ Պետքա տարբերվի, ամեն բնակավար ունի իր խնդրեմը։ Պետքա դրա համար հատուկ ուսումնասիրվի։ Չգիտեմ ինչ ասեմ, արդեն 4-րդ ամիսն ասում են կասեցրեք այդ օրենքը, խայտառակ օրենքը կասեցեք, սկսեք լավ հետազոտություն, հանդիպումներ այդ բնակավարի մարդկանց հետ, պատկերացրեք ձեզանից խելացի մարդիկ էլ կան մեր մեջ, մի քիչ շփվեք իրանց հետ, չեք մնա 7 տարի նույն դասանում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։